Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հակազդեցությունը ինչպես է լինելու, ընդդիմադիրներին վախացնելու փորձեր են արվում։ Այդ հակազդեցությունը ժողովրդի կողմից կամ ընդդիմության ինչպես է լինելու։ Եվ արդյոք աչքի վախենալու։ Եթե նույնիսկ ժողովուրդը այդ հակազդեցությունը չի դրսևորում փողոցային շարժումների ժամանակ, այդ հակազդեցությունը դրսևորվելու է նաև ընտրատեղամասում, ընտրություններում, թող իրենք ուղղակի վստահ լինեն, որ այո, իրենք կարող են կալանավորել սրբազաններին, ինչը արել են, իրենք կարող են կալանավորել բարերարի, ինչպես արել են, բայց մշտապես այս ալիքը հակազդեցություն ունենալու է, թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղա է, Կադաֆիից ուժեղ տղա է, քեզ նման բռնապետներն են անցել գնացել։ Այս ռեժիմը ավարտվելու է միանշանակ։ Ինքը չնայած հայտարարում է, որ ինքը ժողովրդավարական բաստիոնի ղեկավարն է, մեծ ժողովրդավար է, բայց ամենօրյա ռեժիմով այս կալանավորումները, այս ձերբակալությունները խոսում են ոչ միայն նրա ժողովրդավարության ընկալումների մասին, այլ նաև որ ինքը վախեր ունի սեփական աթոռը կորցնելուց։ Տեսեք, այն մարդը, ով իսկապես ժողովրդի սատարումը ունենում է, նրա կարիք չի ունենում այս բոլոր ձերբակալությունների, այս բոլոր հետապնդումների։ Իսկ ինչպես հասկանանք, որ մի կողմից Փաշինյանը Վատիկան է գնում եւ սրբադասման է մասնակցում Իգնատիոսի եւ մյուս կողմից մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ է գործողություններ իրականացնում, որքանով է համատեղելի։ Բնականաբար համատեղելի չի, նույնիսկ գետինն ես մտնում, տեսնելով, որ իսկապես նախորդ օրերի ընթացքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների է եւ նաեւ սրբազանի կալանավորում, հետո այսպես որպես քրիստոնյա ժողովրդի վարչապետ գնում եւ այս նման արարողությունների է մասնակցում, սա իհարկե աբսուրդ է։ Իհարկե տեսնում եմ, որ այս շղթան հատկապես եկեղեցու նկատմամբ իրականացված փորձելու է հանգուցալուծել նաեւ կաթողիկոսի նկատմամբ ինչ որ գործողություններով, հիմա ձերբակալում կալանավորում, թե այլ տրամաբանությամբ դա տեղի կունենա, ժամանակը ցույց կտա, բայց այն ձայնագրությունները, որ հրապարակվել է, այն տրամաբանությունը, որ թեմերի տարբեր առաջնորդներ են կալանավորում, ընդհանուր շղթայի մի մաս են, որը անխուսափելիորեն տանելու է։ Ու խնդիրը ոչ միայն կաթողիկոսը չի, հիմա ամեն անգամ ես փորձում եմ սա եւս մեկ անգամ շեշտադրել, թույլ տվեք այս անգամ էլ անել, որ խնդիրը առանձին անհատներ չեն, խնդիրը առանձին հոգևոր դասի ներկայացուցիչները չեն եւ ոչ էլ կաթողիկոսի անձն է, խնդիրը եկեղեցին է, խնդիրը եկեղեցին որպես ինստիտուտ ոչնչացնելն է կամ այնքան թուլացնելն ու հպատակեցնելն է, որ ինքն ինքնուրույն որևէ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չունենա։ Դու գիտեք, որ եկեղեցին տարբեր միջազգային հարթակներում իր հնարավորությունների սահմաններում խոսում է եւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, եւ մեր գերիների վերադարձի մասին, եւ դա խիստ այսպես վատ արձագանք է գտնում Ադրբեջանում եւ հետեւաբար ադրբեջանցիներին ցանկացած բան որ դուր չի գալիս, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ հարցը իր ձևով լուծել եւ իր ձևն է փաստացի համատարած կալանավորումներն ու հետապնդումներն են։ Արդյոք այստեղ հավաքական ընդդիմության մեղավորությունը ինչ որ առումով չկա, որ Փաշինյանին հաջողվում է իրականացնել այն ծրագրերը, որ նա պլանավորել է, այսինքն չի տեսնում մեծ հակազդեցություն, նույն մենք դատարանների բակում չտեսանք մեծ թվով ընդդիմադիր գործիչներ կամ մարդկանց, ովքեր կհամախմբեին իրենք եւ այս ամենը դատավարությունը, որ տեղի ունեցավ Միքայել Սրբազանի հետ կապված, Բագրատ Սրբազանի, այսինքն ներկայություն կա, բայց դա չի ուղեկցվում մեծ թվով մարդկանց եւ բավարար չեն այդ քանակը մարդկանց, այսինքն Փաշինյանը չի տեսնում այդ մեծ հակազդեցությունը ընդդիմության եւ ժողովրդի կողմից եւ մտածում է, որ կարող է ամեն ինչ մարսել։ Ես պետք է մասամբ համաձայնեմ ձեր դիտարկումների եւ դիրքորոշումների հետ, որովհետեւ եթե օրինակ խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանին, եթե դուք եղել եք Մայրաթոռում, վստահաբար տեսած կլինեի գրեթե մեր բոլոր պատգամավորներին, ովքեր գտնվում էին այնտեղ, ովքեր կոչով հնչեցնում էին, որ պետք է գալ եւ պաշտպանել այս դեպքում Միքայել Սրբազանին եւ հետեւաբար նաեւ եկեղեցուն, բայց հաշվի առնելով, որ նման դիրքորոշումներ ցանկացած բան, որ վերաբերում է Մայրաթոռի պաշտպանությանը, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ պետք է անել այնպես, որ համահունչ լինի եկեղեցու դիրքորոշմանը։ Այսինքն այն, ինչպես պատկերացնում է պաշտպանությունը եկեղեցին, չի կարող հակադրվել մեր պատկերացումների հետ։ Մենք օրինակ գնացել ենք այնտեղ այն հստակ գիտակցումով, որ սա քաղաքական հետապնդում է, այո, չպետք է թողնել, որ Միքայել Սրբազանին տանեն, որովհետև տանելուց հետո ակնհայտ էր ինչ է լինելու ավարտը, այսինքն մենք արդեն տեսնում ենք 2 տարվա դատավճիռ կա Միքայել Սրբազանի նկատմամբ, բայց Մայրաթոռում այլ որոշում է կայացվել ամենայն խոնարհությամբ եւ հարգանքով նրանց բոլորի նկատմամբ եւ իրենց կայացված որոշումների նկատմամբ, բայց ասացիս իմաստն այն է, որ մեր գործողությունները չեն կարող հակադրվել նրանց գործողությունների հետ։ Եվ ես հերթական անգամ խոնարհաբար վեհապարտ տիրոջն ասում եմ, որ պետք է
այնպիսի տրամաբանություն մշակվի գործողություններին, որ իսկապես կկարողանա պահպանի մայրաթոռը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կանգնելու։ Իր գործողությունները մի քիչ առաջ, մի քիչ հետ ինքը պլանավորել է իրականացնելու է։ Վարդան Ղուկասյանը մի քիչ առաջ ընկավ, մայրաթոռինը մի փոքր կարծում եմ կապված է Էջմիածնի ընտրությունների հետ, այսինքն ինքը հաշվարկում է իր համար նպաստավոր է այդ գործողությունն անել, այսինքն կաթողիկոսի նկատմամբ հարձակումն իրականացնել ընտրություններից հետո թե առաջ։ Եթե առաջ անի դա իրեն ինչ է տալու, կարող է բացասական լինի, հետեւաբար սպասի ընտրություններից հետո, բայց այն, որ ինքը իր ծրագիրն ունի, վստահաբար կա, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բոլոր քաղաքական ուժերը արձանագրել են արդեն, որ այդ հարձակումը վաղ թե ուշ տեղի է ունենալու, եւ դուք ճիշտ եք ասում, քաղաքական ուժերը համախմբված պետք է հակազդեցության օջախ ձևավորեն, որը համահունչ կլինի մայրաթոռի պատկերացումների հետ։ Հաղթանական ընդդիմադիր, իսկապես ընդդիմադիր ուժ։ Այո, երեք դուք տեսաք, որ մայրաթոռ ուխտագնացություն եղավ, մոմավառություն եղավ եւ կարծում եմ մարդկանց բազմաշատությունը եւ այսպես համառ այնտեղ ներկայությունը մեծ մեսիջ էր նաեւ քաղաքական մեծամասնությանը, որ ցանկացած գործողության դեպքում մարդիկ կազմակերպված, ինքնաբուխ, ցանկացած տրամաբանությամբ գնալու են մայրաթոռը պաշտպանելու, որովհետեւ սա անձի խնդիր չէ։ Եթե սա միայն կաթողիկոսի խնդիր լիներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչու են այս պահին 3 թեմի առաջնորդներ ձերբակալված, կալանավորված։ Եթե սա միայն կաթողիկոսի հարցներ չէ, սա ամբողջ ինստիտուտի եւ վերնախավի գլխատում է, որը կրկնում եմ մեկ նպատակ ունի՝ հնարավորինս թույլատրել մեր ազգային ինքնության պահպանման հիմնական ինստիտուտներից մեկին։